Շատ շնորհակալ եք Միացյալ Հայերի կողմից բարեգործություն անելու համար։ Ես Ղարաբաղից եմ, ապրում եմ Սև Քարում, շատ շնորհակալ եմ, որ այսպես բարի գործեր եք անում։ Ուզում եմ այս ուրախությունը սաղ ընտանիքը մլնի, սա եկա օգնություն այլ ժողովրդի համար։ Շատ շնորհակալ եմ, միացեք հայեր մեր այս խմբին, ամեն ձևի գոհ շնորհակալ եմ։ Ես միշտ ուրախ եմ, որ սենց աշխարհում սենց մարդիկ կան, որ մեզ նմաններին կարողանում են օգնեն, մի քիչ ոտի կանգնենք ու այս դժվարություններից մի քիչ դուրս գանք, ամեն ձևի գոհ շնորհակալ եմ։ Միացեք հայեր նախաձեռնությունը ստեղծվել է մեր հայրենակից բարերար Ալեքսանդր Սարգսյանի ջանքերով դեռևս 2021 թվականից։ Նախաձեռնությանը միացած բազմաթիվ բարերարների միջոցներով տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի բանակին, 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին, զոհված եւ վիրավորված զինծառայողների հարազատներին, ինչպես նաեւ հետպատերազմյան դժվարությունների առաջ կանգնած բազմաթիվ քաղաքացիների։ 2023 թվականից սկսած նախաձեռնությունը նոր ծրագիր է իրականացրել։ Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքներին նվիրաբերելով ընտանի կենդանիներ, կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր եւ այլ տնտեսվարելու միջոցներ։ Ծրագրի հեղինակների նպատակն է ոչ թե միանվագ օգնություն տալ, այլ մարդկանց համար հնարավորություն ստեղծել սեփական աշխատանքով ապրուստ վաստակելու։ Այս գործընթացի կազմակերպչական աշխատանքները համակարգել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ Գևորգ Խամոյանը։ Նա նաև պարբերաբար տեսանյութերով է հաշվետվություններ ներկայացրել բարերարներին, ցույց տալով, թե ում եւ ինչ օգնություն է տրամադրվել։ Ահա այդ տեսանյութերից մի քանիսը։ Միացեք հայեր խումբին շատ գոհ շնորհակալ եմ այս ամեն ինչ կազմակերպելի համար։ Ապրեք, որ այսքանը կազմակերպում եք։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Գևորգ Խամոյանի փաստաբան Գևորգ Խաչիկյանի խոսքով վերջին օրերին հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է որոշ հեռախոսային խոսակցություններից հատվածներ եւ փորձել է հասարակության մեջ տպավորություն ստեղծել, թե իբր այս բարեգործական ծրագիրը կապ է ունեցել ընտրական գործընթացների հետ, սակայն փաստերը բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Փաստ առաջին, վերջին տարիներին նման աջակցություն է ստացել Արցախից բռնի տեղահանված շուրջ 340 ընտանիք։ Նրանց ճնշող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ եւ Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք չունի։ Այսինքն այդ մարդիկ փաստացի չեն կարողացել մասնակցել ընտրություններին։ Փաստ երկրորդ, Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության վստահված անձ, ներկայացուցիչ, քարոզիչ կամ պաշտոնական ակտիվիստ չի հանդիսացել։ Նա պարզապես կազմակերպել է բարեգործական ծրագրերի իրականացումը եւ բարերարներին ներկայացրել հաշվետվություններ։ Փաստ երրորդ, եթե որևէ մեկը փորձեր ընտրական նպատակ հետապնդել, ապա տրամաբանական կլիներ աշխատել ընտրելու իրավունք ունեցող անձանց հետ։ Մինչդեռ ծրագրի հիմնական շահառուները եղել են հենց Արցախից բռնի տեղահանված ընտանիքները, որոնց զգալի մասը Հայաստանում ընտրական իրավունք չունի։ Հետևաբար փաստերը չեն հաստատում այն վարկածը, որը ներկայացվում է հանրությանը։ Մենք փորձեցինք կապ հաստատել ծրագրի մի շարք շահառուների հետ եւ պարզել, երբ եւ ինչ պայմաններում են նրանք ստացել աջակցությունը։ Տեղահանվել եմ Արցախից 2023 թվականին, ապրում եմ գյուղ Տարոնիկում, դիմել եմ Գևորգին, բերեց մեզ նվիրեց հավերը 100 հաճուտ եւ ասեց, որ այս կազմակերպությունը ուղղակի միացեք հայեր կազմակերպությունը օգնում է այնքան որ մարդիկ մի կերպ ապրելու միջոց ունենան։ Գևորգը ընդհանրապես մեր հետ քաղաքականությունից ոչ մի բան չի խոսել ու այդ հավերը այն նպատակով ա տվել, որ մենք փոքր մեր ապրուստի միջոց լինի։ Միացեք հայերի կողմից ստացած մեր հավերն է։ Շատ շնորհակալ եք այդ կազմակերպությանը, թող միշտ մեր կողքին գտնվեն այնպիսի մարդիկ, որ այս ծանր պայմաններում մեզ զգանք, որ մեր մոտ միշտ կանգնած են լավ մարդիկ։ Միշտ վատը այն է լինում, որ մեր մոտ կանգնած մարդիկ են տուժվում։ Հուզվում եմ նրա համար, որ մենք այսքանը սաղ թողել ենք եկել, մարդը մեր կողքին իրոք կանգնած էր, նրա համար, որ մենք մի քիչ հույս ունենանք, որ ապրելու միջոց կա Հայաստանում, որտեղ այստեղ շատ դժվար է ապրելը, երեխա պահելը, աշխատանքի մեծ խնդիր կա։ Մենք էլ իրան ասել ենք, որ մենք այս գյուղում ապրում ենք նրա համար, չեն գնացել քաղաք, որ կարողանանք թշնամությունով զբաղվեք։
ու ինքը ասել է, եթե թող սաղ լավ լինի, այդ պահեք մենք ձեզ էլի հետագայում կօգնենք։ 20 թվին բռնի տեղահանված ենք Հադրութի շրջանի Ազով գյուղից։ Գևորգը եկել է մեր տուն ու ասել է, որ ինչով կարամ օգնեմ, կովա, թրջունա, այս մեկա, մաման դե քանի որ դե միշտ պահում ենք, ունեինք 15-ով, 20 գլուխով կով ենք պահում, մաման ուրախությունից ասեց կով եմ ուզում, հա ուզում եմ, կպահեմ ու առավ, նվեր տվեց մեզ գնաց։ Մեր ընտանիքը առայժմ քաղաքացիություն չենք ընդունել, ընտրություններին մասնակցության դե պարզա որ չենք մասնակցել։ Շնորհակալ ենք Գևորգից հետ, մի անգամ որ տեսանք դրանից հետո չեմ էլ տեսել։ Շնորհակալ ենք նման մարդկանց, որ օգնում են։ Ունեմ 4 անչափահաս երեխա, ես ու ամուսինս 6 հոգով 23 թվին տեղահանվել ենք։ Մեզ օգնություն են տրամադրել հավեր, 100 հատ հավեն տրամադրել, օգնություն։ Ասես գալու են գյուղ, ասեցի, որ բազմա երեխաներ եմ, ուզում եմ, որ ինչ-որ մի բան պայեմ, չեմ կարող աշխատեմ։ Այդ մարդը բերեց ու տվեց, ընդհանրապես ոչ մի քաղաքական բանի հետ ինքը կապ չունես, գիչի է խոսացել այդ մարդը, ընդհանրապես ոչ մի բան։ Բերել է մեզ տվել, մենք է շատ շնորհակալ ենք դրա համար։ Ես եմ մենակ տանը եղել քաղաքացի, ամուսինս քաղաքացի չի եղել։ Կնիկս ընկած ոտը ջարդված, տեղումնա, լրիվ հոգսերին վրան է եղել, ձեռավեն լվասկանանց եղել, Գևորգը եկել է։ Օգնել է մի հատ լվասկու մեքենա է արել, մենք է պոմպա արել, հատուկ են ջուրը կաչատանելու համար, որ լվասկու մեքենա միացնենք։ 3 անչափահաս երեխա ունեմ, ես էլ 5 մարաղոց եմ, մի քանի անգամ գաղթված եմ, այսպես չեն անգամ էլ Արցախի բլոկադայից եմ գաղթվել եկել։ Դուք ընտրություններին մասնակցել եք։ Ես ընտրություններին չեմ մասնակցել, որովհետև ես Հայաստանի քաղաքացի չեմ, ես Արցախի քաղաքացի եմ։ Բռնի տեղահանվել եք Արցախից, եկել Տարոնի գյուղ։ Ապրում եք այստեղ, ապրիլի սկզբին բերեց մեզ 100 հաճո որպես օգնություն տվեց զոհվածի ընտանիք։ Մեկ 3 հոգի եք, բայց որպես զոհվածի ընտանիք 100 հատ տվեց։ Ինչ տեղափոխվել եք Արցախից, որպես զոհվածի ընտանիք, ոչ մեկից օգնություն չեք տեսել։ Միակ մարդը Գևորգն է, որ մեզ գնահատել է, օգնել է հավիճները տվել։ Իմ ընտանիքին տրամադրել անասունարյոծվել եւ բացի ընտանիքին էլի շատ եմ լսել, որ այդ նույն գյուղերում ընտանիքների օգնություն է տվել։ Ղարաբաղի այդ բռի դուսեկազների։ Դուք ընտրելու իրավունք ունեք։ Չէ։ Մասնակցել եք ընտրություններին։ Չէ։ Իրանք չունեմ, ինչ մասնակցեմ։ Հազարավոր մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, սակայն փաստերը մնում են փաստեր։ Բարեգործական այս ծրագիրը տարիներ շարունակ իրականացվել է բաց, հրապարակային եւ հաշվետու կերպով։ Իսկ վերջնական գնահատականը թողնում ենք հասարակությանը եւ դատարանին։